Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ն շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր Հայաստանը ես եմ, նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանն է։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, այս պահին երբ իրականացնում ենք նկարահանումը, լարված իրավիճակ է Տաշիր առևտրի կենտրոնի տարածքում, ազգային բարերար գործարար Սամվել Կարապետյանի թիմը որոշել է Սամվել Կարապետյանի նկարը փակցնել Տաշիր առևտրի կենտրոնի պատին, իսկ Երևանի քաղաքապետարանը դա արգելում եւ թույլ չի տալիս, երբ անգամ թույլ չի տալիս իշխանությունը, որպեսզի Երևանում հայտնվեն Ազատություն Սամվել Կարապետյանին գրությամբ պաստառներ եւ պայքարում է անգամ պաստառի դեմ, դա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է Նիկոլ Փաշինյանի վախերի ցայտուն արտահայտման մասին եւ խոսում է Հայաստանի Հանրապետությունում աստիճանական ավտորիտարիզմ հաստատելու մասին։ Ուրիշ որևէ բանի մասին չի խոսում, որովհետեւ քաղբանտարկելներ իհարկե Հայաստանում շատ կան, բայց քաղբանտարկյալի համար կամ քաղբանտարկյալին ձերբակալելու համար որոշակի միգուցե արժանահավատությանը որոշակի մոտ արկված կարողանան գտնել հիմքեր։ Այս պարագայում ամեն ինչը որ տեղի ունեցել հանրության աչքի առաջ, ակնհայտորեն տեղի ունեցել ապօրինություն, ապօրինի ձերբակալում եւ բնականաբար պետք է ամեն ինչ անեն, որ դա հանրության մոտ լայն արձագանք չգտնի։ Երբ ասում եք ամեն ինչ, նկատի ունեք նաև ոչ իրավական ճանապարհով գործարարին պատկանող սեփականությունը խլելու գործընթացը։ Ավտորիտարիզմի հաստատումը միշտ թերի է լինում, կիսատ պրատ է լինում, երբ որ տնտեսական բռնություն չի կիրառվում։ Խոսքի ազատությունը հնարավոր է սահմանափակել, մարդկանց կարելի է ապօրինի կալանավորել, տարբեր գործիքակազմեր, լրատվականներին հնարավոր է ապօրինի կերպով ճնշումներ գործադրել, բայց երբ է վերջնականապես հաստատվում ավտորիտարիզմը, տնտեսական բռնության կիրառման դեպքում, որովհետև տնտեսական բռնությունը սա իրենից ենթադրում է այդ թվում անձի մտածելու նպատակադրումների ապրելու եղանակի վերահսկողություն։ Հիմա ինչ է տեղի ունենում հեծում։ Տեսեք, նախ սկսենք շատ ավելի վաղ ժամանակահատվածից սկսած ինչ արեց Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում էր հերոսացում, այնուհետև արժեզրկում ինստիտուտի։ Սկզբից դա տեղի ունեցավ 2020 թվականից սկսած, բանակի, գեներալների, զինվորի հերոսացման process, այնուհետև բոլորին անխտիր անվարեց դասալիքներ։ Ընդ որում Փաշինյանի ընտանիքը եւ Ալիևների ընտանիքը նույն թիվն էին հնչեցնում Հայաստանում դասալիքների քանակի վերաբերյալ։ Հետո կհիշեք, սկսեց հարկատուն հերոս է կարգախոսը, որտեղ որ հենց այդպիսի նրա դիրքորոշումից հետո արդեն սկսել ենք անհանգստանալ եւ զգուշացնել բոլոր հարկատուներին, որ հիշեք, հաջորդը ձերն է լինելու, այսինքն այս ինստիտուտի արժեզրկման process-ն է գնալու։ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները վճարում են Հայաստանի բյուջեի 75%-ից ավելին։ Իսկ այդ 1000 խոշոր հարկատուների ցանկում քանի ընկերություն է պատկանում Սամվել Կարապետյանին։ Այսինքն տեսեք, ամենախոշոր հարկատուին փորձում է արժեզրկել եւ փորձում է հերոսացրած հարկատուին արժեզրկել ժողովրդի աչքի առաջ։ Սա ֆիքսենք հարկատուի հետ ինչպես են վարվում։ Հիմա գալիս ենք հեծին։ Հեծը ընդհանրապես շատ ավելի խոր արմատներ ունի, շատ խոր։ Ու բավականին երկար վերլուծության կարիք ունի հեծը։ Տեսեք, հեծի առաջնային այսպես նպատակը մենք միասին ինչքան ենք միմյանց հետ խոսացել, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի նշանակում դեպի Եվրամիություն կամ ընդհանրապես Արևմուտք ու Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դա բացառապես ուղղվում է դեպի Թուրքիա։ Մենք խոսացել ենք միմյանց հետ, փաստարկված, հիմնավորված եւ այլն։ Արտաքին քաղաքական վեկտորի ուղղումը առանց ռազմավարական նշանակության կազմակերպությունների եւ օբյեկտների դեպս չի լինում։ Մոտավորապես 1 տարի առաջ ինչ տեղի ունեցավ Ամերիկա բանկի հետ։ 90%-ը անցավ Բաժնետոմսերի Bank of Georgia-ին, որի սեփականատերերը վերջում որ գնում փնտրում եք, տեսնում ենք, որ թուրքերեն կամ թուրքական կազմակերպությունները, թուրքական կապիտալ են։ Այսինքն Հայաստանի խոշորագույն բանկը, առևտրային բանկը, որը հսկայական տեղեկատվություն է տիրապետում ինչպես բնակչությունից, կազմակերպություններից, այնպես էլ կարող է հետագայում տնտեսական պատերազմի դեպքում, այսինքն ցանկացած այդպիսի իրավիճակում Ադրբեջանի կողմից որոշակի ցանկություն առաջանալու դեպքում ուղղակի Հայաստանի տնտեսությունը կոլապսի կարող է ենթարկել։ Հաջորդ կարևորագույն ռազմավարական նշանակության կազմակերպությունը որն է Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Այսինքն պետք է գնա բառից բուն իմաստով ունեզրկման խլելու process, որպեսզի այնուհետև հանձնի թուրքերին։ Եթե հաջողեց, իհարկե ես հույս չունեմ, որ կարող է հաջողել,
բայց ամբողջական process ստանում է դրան։ Այսինքն սա պետք է ենթարկեցնի իրեն վերցնել ռազմավարական օբյեկտը, տալ, հետո իրենք ասել են, որ իրենք չեն բացառում։ ԿՊԱ-ական իշխանությունն ասում է, որ չեն բացառում, որ հեծը վերցնելուց հետո դրա սեփականատերը կարող է լինել այլ մարդ, տան մասնավորին նորից։ ԿՊԱ-ական ինչի ասում, ինչի ասում, կառաջարկեմ ընդհանրապես դրանք չքննարկենք, որտեղ դրանք սի չեն էլ հասկանում ինչ են ասում։ Հետևաբար դուրս եկեք թողնենք մենք դրանց։ Այդ կիսագրագետներին, անգրագետներին եկեք բաց թողնենք։ Սա գնում է գլխավոր նպատակը։ Երկրորդ նպատակը, որը կարող է լինել, բնական է, չէ՞, որ Փաշինյանը պատրաստվում է ընտրություններով վերարտադրման։ Իհարկե, ես բազմիցս եմ ասել, որ դա շատ հեռու է հավանական լինելուց, բայց այնուամենայնիվ նա պատրաստվում է դրան։ Եվ կա Հայաստանի Հանրապետությունում մի կազմակերպություն, որը իրանից ներկայացնում է հսկայական ռեսուրս եւ որով կարող է այդ թվում ազդել ընտրական process-ների վրա, սկսած հոսանք անջատումներից, վթարային իրավիճակներ ստեղծելուց ու ամբողջական process-ի կառավարումից, եւ որը իրեն չի պատկանում ու իրեն չի ենթարկվում։ Այսինքն պետք է այս process-ով էլ նա կարողանա վերահսկողություն սահմանել։ Այսինքն էլեկտորալ խնդիր լուծել նաև հեծը վերցնելով։ Այսօր հեծի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն էր ասուլիս տալիս եւ ինչ էր ասում էր մենք լսում ենք խոսակցություններ, որ արդեն ասվում է թե հեծը հենց պետականացվի, աշխատավարձերը կբարձրանան 30%-ով եւ Ղազինյանն ասում էր նման բան չի կարող լինել, որովհետեւ դա նշանակում է, որ հեծի 6800 աշխատողի աշխատավարձը որպեսզի դուք 30%-ով բարձրացնեք, այն 3 միլիոն բնակչությունը մի քանի անգամ ավելի պետք է վճարի։ Նախ դա սուտ է եւ երրորդը, քանի որ դուք միանգամից անցաք արդեն հեծի պաշտոնական մեկնաբանությանը, երրորդ կարևորագույն խնդիրը հետեւյալն էր։ Կառավարությունը կանգնած է վերջին մի քանի ամիսներին էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման առաջ, վտանգի առաջ։ Եվ ընդ որում նրանք անդադ փորձում են բարձրացնել դա։ Անդադ կային այդ խոսակցությունները, որ պետք է բարձրացնեն։ Ինչու չեն բարձրացնում, որովհետեւ դեռևս հակադարձել է հեծը բարձրացնելու վերաբերյալ։ Ինչ է սա նշանակում։ Կամ որտեղից սկսվեց սա։ 2022 թվականից ուժի մեջ մտած էլեկտրաէներգիայի էներգետիկ համակարգի այսպես ազատականացման որոշումը կառավարության կամ այդ ինստիտուտի ներդրումը բերեց էներգետիկ համակարգի եկամուտների նվազման։ Ինչ է սա նշանակում, որպեսզի էներգետիկ համակարգը ճիշտ պատկերացնենք։ Տեղի ունենում էլեկտրաէներգիայի արտադրություն ատոմակայանի միջոցով, ջերմաէլեկտրակայանների միջոցով, հիդրոէլեկտրակայանների միջոցով, արևային կայաններ, հողմակայաններ եւ այլ փոքր մանր-մունր որոշակի այդպես կազմակերպությունների միջոցով։ Բարձրավոլտ էլեկտրացանցերը, որը պետական է, իրականացնում է էլեկտրաէներգիայի տեղափոխում, էլեկտրական ցանցերը իրականացնում է սպառողներին բաշխում։ Այնտեղ կա հաշվառում իրականացնող եւ այլն, որը ամբողջական սակագները նախկինում կարգավորվում էր հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի միջոցով։ Բա հիմա ազատականացումից հետո բացի մենաշնորհի դիրքում գտնվող բաշխի ցանցերը, էլեկտրացանցերը գոյություն են շուկայում խաղացողներ, օրինակ հիդրոէլեկտրակայաններ, արևային կայաններ, որոնք անմիջական սպառողի հետ իրավունք ունեն մրցակցային պայմաններով, այսինքն շուկայում ձևավորվող առաջարկ պահանջարկի հիման վրա առանց սակագնային կարգավորման հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից այլ գին առաջարկել։ Բայց իշխանությունը ասում էր, եթե գնում են ազատականացման, բերում է գների նվազման, դուք դա կապում եք բարձրացման հետ։ Ես դες ասում եմ ԿՊԱ-ականներին եւ իշխանության մի անդրադարձեք, որովհետեւ դրանք ամբողջությամբ ստում են ինչ որ ասում են, մի մասը հասկանալու, մի մասը ընդհանրապես չհասկանալու, մի մասի վերաբերյալ նույնիսկ գաղափար չունենալու, որովհետեւ դուք նրանց եթե երևույթի մասին բան եք նկարագրում, այդ մարդիկ կարող են ուշաթափվել, որովհետեւ չեն հասկանում ինչի իշխորության մասին է խոսքը։ Ես հիշում եմ էներգետիկ շուկայի ազատականացման մասին քննարկումները, այն ժամանակ չեք ասում եք չցիտեմ, բայց ստիպված եմ ցիտել, ԿՊԱ-ականները եւ ընդհանրապես այս իշխանության համակարգի մաս կազմողները ասում էին ազատականացումը բերելու են նրան, որ հեծը չի լինելու մենաշնորհի դիրքում եւ ժողովուրդյան հոսանքի գները նվազելու են, սակագինը նվազելու է։ Փաստորեն դուք հակառակ process-ն եք նկարագրում։ Գոյություն ունեն շուկայում խաղացողներ, հիդրոէլեկտրակայաններ, որոնք իրենց ներդրումը վաղուց արդեն փոխհատուցել են, պայմանականորեն $1 միլիոն կատարել են գեներատորների եւ այլն ներդրումներ, հիդրոէլեկտրակայանների կառուցման ներդրումներ, որը ամբողջությամբ փոխհատուցվել է։ Եվ էլեկտրաէներգիան արտադրում է եւ շատ էժան սակագնով կարողանում է տեղում աշխատող գործարանի հետ կնքել պայմանագիր։ Այս գործարանները խոշոր սպառողները ձեռք են բերում էլեկտրաէներգիան շատ ավելի էժան սակագնով եւ տեղի ունենում խոշոր գործարաններում էլեկտրաէներգիայի գծով ծախսերի խնայողություն, ընդ որում էական ու լուրջ խնայողություն։ Այսինքն մի կազմակերպությունը խնայում է բավականին լուրջ գումարներ
ապահովում է շատ ավելի բարձր շահույթներ, բայց բնակության վրա որևէ կերպ ազդեցություն չի ունենում։ Բնակության կազմակերպությունները առանձնացրեցիք դրամը 47 դրամ է, երեկոյան ժամերին, գիշերային ժամերին 37 դրամ է, միջակայքում է, 37 դրամ է։ Ընդ որում 2022 թվականի փետրվարից էր, եթե չեմ սխալվում, 4.5 դրամով ավելացավ էլեկտրաէներգիայի սակագինը։ Բայց եթե ազատականացում պետք է հանգեցներ գների նվազման, ինչու բնակության համար սակագները բարձրացան, խոշոր սպառող գործարանների համար նվազեցին եւ տեղի ունեցավ ֆինանսական միջոցների, դրամական միջոցների կրճատում էներգոհամակարգում։ Հիմա այս կրճատումը պետք է փոք լրացում կատարի։ Ինչպես փոք լրացում պետք է կատարեն։ Պետք է հեծը ինչ անի։ Պետք է սակագները բարձրացնեն, ընդ որում, այստեղ հեծը ընդհանրապես կապ չունի։ Գոյություն ունեն սակագներ, նորից եմ կրկնում։ Արտադրողի սակագին, բացառությամբ այն արտադրողների, որոնք որ ազատականացված շուկայում են, ընդ որում ազատականացումում նաև գոյություն ունեն էլեկտրաէներգիայի մեծածախ առողջարկ իրականացնողներ, որոնք կարող են այդ թվում ներկրեն եւ վերավաճառեն Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն դուք պատկերացնում եք Հայաստանի արտադրվող էլեկտրաէներգիան թողած այդ դիլերները կարող են ներկրել էլեկտրաէներգիա օրինակ Թուրքիայից վերավաճառել։ Օրինակ Թուրքիայից, Ադրբեջանից, Էժան ներկրեն վաճառեն։ Հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Ազատականացված իրավիճակում արդեն 19 դրամ էր, եթե չեմ սխալվում, ատոմակայանի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը։ Այսինքն ինքը բավական նեժան ինքնարժեքով էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպություն է։ Հայաստանի Հանրապետությունը պարբերաբար ունենում է եւ ունեցել է աղքատ խավին, այսպես ասած, սոցիալապես անապահով խավին, որոշակի պետական սուբսիդիաների հատկացումներ կամ շատ էժան սակագներով էլեկտրաէներգիայի վաճառքներ։ Ինչի հաշվին է սա կարողանում լինել։ Էժան արտադրվող էլեկտրաէներգիա, օրինակ ատոմակայանի շատ ավելի ցածր ինքնարժեքով արտադրվող էլեկտրաէներգիայի հաշվին հնարավոր է սոցիալապես անապահովներին շատ ավելի ցածր սակագնով էլեկտրաէներգիա հասնել։ Հիմա դա էլ չենք ունենալու։ Հիմա սա հնարավոր չի։ Հիմա կանգնած են փաստացի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու խնդրի առաջ։ Ընդ որում, այս էլեկտրաէներգիայի սակագինը ոչ թե գնում է հեծ։ Պատկերացնում եք ինչ է տեղի ունենում։ Յուրաքանչյուրն ունի իր սակագինը, հեծի համար իր բաշխման վճարն են վճարում։ Բեցին բարձրավոր էլեկտրացանցերին վճարում են իր տեղափոխման վճարը, հաշվառողին իր տեղափոխվող վճարը, իր հաշվառման վճարը եւ այլն, այսպես շարունակ։ Այսինքն այդ գումարները պետք է հեծի միջոցով հավաքագրվի, էլեկտրաէներգիայի գումարները հավաքագրվի, որպեսզի գա կառավարությունը կարողանա իր կատարած պետականակորցան որոշման եկամուտները փոխհատուցելու համար այդ գումարները հավաքագրել։ Ըստ էության, եթե համաձայնվեր, վաղուց արդեն սակագները բարձրացած կլինեն։ Այսօր տնօրենը ասում էր, որ Սամվել Կարապետյանը ասում էր այնպես, որ պետք է պահվի նույն գինը։ Շատ լավ։ Շատ ավելի լավ որ պաշտոնական հայտարարությունը կա, այսինքն հիմնվելով նրանց պաշտոնական հայտարարության վրա, այսինքն դուրս է գալիս, որ հեծը դեմ էր սակագների վերանայմանը, հիմա կառավարությունն էլ պետք է բարձրացնի, որպեսզի կարողանա այդ վնասները փոխհատուցի։ Կոնտեքստում դա է։ Այո, այսինքն սա էլ երրորդն էր, այսինքն առաջնային կարևորագույն ռազմավարական նշանակության օբյեկտը Թուրքիային հանձնում, էլեկտորալ խնդիրների լուծում եւ սակագների բարձրացում։ Հիմա ես սա կարող է հանգեցնել քաղաքացիներին, ամենասովորական սպառողներին, մեծ կազմակերպություններին թողնում ենք մի կողմ։ Քաղաքացիներին, ամենասովորական սպառողներին շատ բարձ մի հատ ասեք, իրենց անընդհատ հրամցնում են, որ ապրեն Նիկոլ Փաշինյանը ռազմավարական օբյեկտները պետականացնում է, բա պետությանը պետք է լինեն, դրա հետևանքները ինչ է լինելու։ Որպեսզի մեր քաղաքացիների համար պարզ լինի, թե ինչպես է հոսանքի էլեկտրաէներգիայի սակագինը կարգավորվում եւ որոշվում, բոլոր տեսակի ծախսերը հաշվարկվում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից, շահույթի մարժան որոշվում է, սակագինը սահմանվում է եւ էլեկտրական ցանցերը բաշխում է իրականացնում։ Ինչից են այդ ինքնարժեքի տարրերը, բաղադրիչները բաղկացած։ Գնվող էլեկտրաէներգիայի սակագնից, այսինքն հիդրոէլեկտրոկայանի, ատոմակայանի, արևային կայանի եւ այլնի սակագներից, որը որ սահմանված է սակագներով նրանց վաճառքի ձեռք է բերում, դրանից հետո իհարկե տեղափոխման վճարներ, բաշխման վճարներ, ընդ որում ֆինանսական միջոցների ներգրավման տոկոսադրույքներ, այսինքն վարկ է չէ վերցնում կազմակերպությունը, որ կարողանա ներդրումները պլանային կատարի, կարողանա զարգացման պլանը իրականացնի եւ այլն։ Եվ արտարժութային ռիսկեր, որովհետև շատ դեպքերում, կոնկրետ տվյալ դեպքում հեծի վարկերը հենց արտարժույթով են, այսինքն դրսի միջազգային կազմակերպություններից ու բանկերից ներգրավված վարկեր են։ Հիմա տեսեք, մի հատ հետ գանք ֆինանսական հաշվետվություններ, որովհետև ինչքան որ բաց տվյալ կա, որը հրապարակված է եւ որը մասնագետները պարբերաբար ուսումնասիրում են խոշոր կազմակերպությունների, ինչ տվյալներ են հրապարակված։ Հեծի 2024 թվականի ֆինանսական հաշվետվություններում հստակ երևում է, որ հեծ ունի $150 միլիոն
վարկային պարտավորություն։ Մոտավորապես 165 միլիոն դոլարի պարտատոմսերի թողարկման գծով պարտավորություն, պատկերացնում եք, չէ՞ թվերը, եւ ունի ընդամենը 5 միլիարդ դրամի դրամական միջոցներ։ Այսինքն, եթե տեղի ունենա այս process-ը, ընդ որում մի հատ էլ կարևորագույն ցուցանիշ ասեմ, միջազգային վարկանիշավորման կազմակերպություն Moody's-ը հրապարակել էր տվյալներ, բայց իրենց կայքում տեղադրած է հենց հիմա Moody's-ի։ Ուրեմն հեծը ստացել էր վարկավորման, այսպես գնահատական, վարկանիշի գնահատական Հայաստանի Հանրապետության վարկանիշից մի թվով բարձր։ BS2 ոնց որ Հայաստանի Հանրապետությունը, BS3 հեծը, որքանով որ հիշում եմ, էլի։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ հնարավոր է, որ հեծը կարողանա շատ ավելի էժան տոկոսադրույքներով վարկեր ներգրավել, քան Հայաստանի Հանրապետությունը։ Բայց եթե հեծը դարձավ պետական, նա չի կարող Հայաստանի Հանրապետության վարկանիշից բարձր վարկանիշ ունենալ, հետեւաբար շատ ավելի թանկ են վարկերը լինելու։ Եթե վարկային տոկոսադրույքները շատ ավելի թանկ են լինելու, նորից ֆինանսական հաշվետվություններում 12 միլիարդ դրամ միայն տոկոսի սպասարկումներ։ Այսինքն այդ տոկոսադրույքները, որ բարձրացան, սակագնի վրա չեն կարող ազդեցություն չթողնել։ Սա օբյեկտիվ պատճառ է, որպեսզի սակագինը պետք է բարձրանա։ Իսկ հեծի վրա արած ներդրումները, եթե կառավարությունը որոշում է, որ պետականացնում է։ Հիմա գալիս եմ դրան։ Տեսեք, եթե հիմա կառավարությունը որոշում է, որ պետականացնում է ու ենթադրենք հիպոթետիկ, որ կառավարությունը հաջողում է այստեղ, բավականին լուրջ խնդրի առաջ ենք կանգնում, որովհետև այդ նույն վարկատու կազմակերպությունները նմանատիպ իրավիճակներում պետական կառավարման միայն մենք չէ, որ կարողանում ենք գնահատենք, որ պետական բոլոր ոլորտներում այս իշխանությունները ձախողել է, ոչ միայն ձախողել է, քանդել է, քարը քարի վրա չի թողել։ Այսինքն մասնավորն է միայն որ կարողանում է այդպես նորմալ գոյատևել ու կառավարվել։ Այսօր ասացին էներգետիկայի գծով փոխնախարար 8 ամիս է չունենք եւ հեծ են իրենք պետականացնում։ Տեսեք, չեն կարող իրանք ոնց ես բացատրեմ, նույնիսկ գազեթի խանութ չեն կարող կառավարել։ Այս մարդիկ պետքա փորձեն կառավարեն։ Հիմա մենք տեսնում ենք, չէ, իրենց կառավարած նախարարությունները, պետական մարմինները, տեսնում ենք, չէ, ինչպիսի իրավիճակում են։ Սրանց կառավարումը հանգեցնելու է, օրինակ, եթե տեղի ունեցա պետականացումը, հնարավոր ռիսկ է, հավանական ռիսկ է, ինչ կարող է տեղի ունենալ։ Միջազգային վարկատու կազմակերպությունները միանգամից ասում են, մեր վարկերը հետ վերադարձրեք մեկ ամսյա ժամկետում 150 միլիոն դոլար։ Հեծը չունի հնարավորություն, այսինքն ինքը առաջին տարբերակ գնում է սնանկացիան, որը հանգեցնում է Հայաստանում էներգետիկ ճգնաժամի, հոսանքանջատումների, պլանային ներդրումները չի կարողանում իրականացնել բնականաբար հոսանքանջատումները արդեն պատկերացնում եք ուր կարող է հասնել եւ արտադրանքի այդ թվում արտադրանքի սակագների վրա ինչպիսի ազդեցություն կարող է թողնել, որովհետեւ էլեկտրաէներգիայի սպառողը միայն բնակչություն չի, սիրելի բնակիչներ, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նաեւ այդ հացը, որ առնում ենք, էլեկտրաէներգիայի ծախսի բաղադրիչ կա դրա ինքնարժեքի մեջ, դրա բացակայության պայմաններում հացի սակագինը մայիս ամսով որ 4%-ով է թանկացել, դրա փոխարեն 24%-ով է թանկանալու, 50%-ով է թանկանալու եւ այսպես շարունակ։ Անմիջապես արդեն բնակչությանն է կպնում։ Նման պարագայում, եթե տեղի ունեցա պետականացումը, անխուսափելիորեն գնում են սակագների բարձրացման, որpիսի կարողանան այդ նույն հնարավոր հավանական պահանջը, որ փոխհատուցեն, որpիսի կարողանան սա կատարեն։ Փոխհատուցման եկեք անդրադառնանք։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կա փողի խնդիր։ Բոլոր գործարարները դժգոհում են, որ իրենք ուղակի ենթարկվում են հարկային տերորի եւ հարկային տեսուչներ ուղակի իրենցից գումարներ են քերում բյուջե լցնելու համար։ Հայաստանի պետական պարտքը 12.5 միլիարդ դոլար է։ Ֆինանսների նախարարը վերջին իր ասուլիսի ժամանակ դժգոհեց, ասեց մեզ համար արդեն խնդիր է պետական պարտքի սպասարկման ուղղող գումարի չափը, եւ այս ամենի համատեքստում Հայաստանի պետական բյուջեն Սամվել Կարապետյանին պետք է փոխհատուցի հեծի վրա արված ներդրումները, որտեղից է այդ փողը գտնելու։ Շատ բարձ հարց, պատասխանը։ Թուրքիայից։ Այսինքն ինչու որ կանխատեսումները կատարում են կամ հնարավոր վերլուծությունները թե ուր կարող է գնալ, անխուսափելիորեն ուր կարող է գնալ, որ ասում ենք Թուրքիա, դուք մտածում եք սարկազմով ենք ասում։ Չի սա իրականությունն է։ Թուրքիայից բերելու է եւ վճարի, այսքան բան։ Դա էլ արդեն թողնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, ուզում են։ Տեսեք, իրենք այլ լույսի ներքո են նկարագրում։
քաղաքացիները Հայաստանի Հանրապետության օբյեկտիվորեն կարող են այսքան ինֆորմացիան չիմանալ, որովհետև սա եւ մասնագիտություն է պահանջում, եւ գործունեություն է պահանջում, եւ չմոռանանք, որ մենք խոսում ենք մի երկրի բնակչության մասին, որի 42%-ը պաշտոնապես աղքատ է։ Այս մարդիկ առավոտից իրիկուն մտածում են իրենց զավակների կյանքի մեկնարկային պայմանների բարելավման մասին, օրվա հացի խնդրի լուծման մասին, տարատեսակ խնդիրներով են ծանրաբեռնված։ Այսինքն, եթե լսում են, որ Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցներով ինչպիսի ինֆորմացիա է գնում, որ տեսեք, որ հոսանք անջատումներ կան, դա, չգիտեմ, մասնավորի կառավարման արդյունքում է։ Մարդիկ չգիտեն, հիմա մեր խնդիրն է նաև բացատրել մարդկանց, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է։ Եվս մեկ հիմնավորում բերեմ ինչու է ստում։ Բարձրավոլտ էլեկտրոէներգիայի էլեկտրացանցերի փակ բաժնետիրական ընկերությունը BEC-ը պետական է, 100% բաժնետոցները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը։ Ունի երկու կարևորագույն խնդիր՝ Իրանի հետ եւ Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի հաղորդակցության միջոցների ցանցի կառուցում, վերազինում, նորացում, փոխարինում եւ այլն եւ այլն։ Թղթի վրա գրված դրանք չեն արել։ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում մի բան կատարվել է։ 7 տարի է իրենք ոչ մի բան չեն արել, այո։ Հիմա տեսեք, պետական կառավարումը ինչ է, մասնավոր կառավարումը ինչ է։ Գումարած Նիկոլ Փաշինյանը նաեւ ինչ է ասում։ Ասում է, գիտեք, հոսանք անջատումները կամ հնարավոր ռիսկերը այս օրենքի նախագիծ են միադրել կատարյալ ապուշություն։ Վաղը արտահերտ նիստով քննարկվելու է, այո։ Բայց հոսանք անջատումները դե բնական է, դե տեսել պետք է լիներ։ Հոսանք անջատումները այսքան որ կան, հեծի մեղավորությունով է։ Բայց ես էներգո համակարգը նկարագրեց ինչպիսին է լինում՝ արտադրող, տեղափոխող, բաշխող։ Տեղափոխումը ամբողջ ֆունկցիան դրած է BEC-ի վրա։ Պետականի վրա, այո։ Այո։ Հիմա նա չի կարողանում իր ներդրումները կատարել ժամանակին պատշաճ որակով, չի կարողանում տեղափոխումը անխոչնդոտ ապահովել եւ որի պատասխանատուն, որովհետեւ գիտեք, հասարակությունը հեծի մասին որևէ տեղեկություն չունի։ Այսօր տնօրենը ասաց սրանից հետո անջատումների դեպքում հաստիական ասելու ենք։ Այ օրինակ բերեց մոլի հոսանքազրկման դեպքը, հեծը դրա հետ կապ չունի, դա լրիվ այլ կազմակերպություն է։ Կառավարության նիստի ժամանակ հոսանքը անջատվեց, Փաշինյանն էլ տեղից վեր թռավ։ Դրա հետ հեծը կապ չունի, դա այլ կազմակերպություն։ Ասեց սրանից հետո հաստիական ասելու ենք։ Հիմա դուք ուղղակի սպառողի տեսանկյունից նայեք, որ հոսանքը անջատում են, անմիջապես ում եք անիծում։ Այո, միանգամից հետ։ Բայց իրականությունը այդտեղ է թաքնված։ Կալանավորված է ազգային գործարար, կալանավորված է երկու սրբազան։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Facebook-յան իր էջում ընդդեմ եկեղեցու եւ ընդդեմ սրբազանների արշավը, սա վերջում մեզ ուր է տանելու։ Գիտեք, քաղաքական բանտարկյալներ, ձերբակալություններ, բռնաճնշումներ տարատեսակ, դրանք միայն իրենցով որևէ տեղ չեն կարող տանել, պատասական ելքի չեն կարող տանել։ Կա բանտարկյալ Սամվել Կարապետյանի պարագայում 2 ամիսը որ լրացով ինչ է անելու, որևէ բան չի կարող անել։ Ակնհայտ ապօրինություն է, չի կարող որևէ կերպ պահել կալանքի ժամկետ երկարացնել։ Միքայել Աջապահյանի հետ ինչպես է վարվել, չի կարող երկարացնել։ Ու այդպես շատ ձերբակալված անձանց հանդեպ։ Դրա համար ինքը զուգահեռ նախաձեռնել է տնտեսական բռնության կիրառում։ Գանք եկեղեցուց։ Ինչ է անում եկեղեցուն։ Սրբազաններին ձերբակալում է, այսպիսի պիղծ արշավներ է սկսում Նիկոլ Փաշինյանը։ Զուգահեռ եկեղեցուն հարկելու գործողություններ է սկսում։ Այո, պլանը արդեն Նիկոլ Փաշինյանին։ Այդ տղա ջան, երբ որ գալիս են Հայաստանի Հանրապետություն տուրիստական այցերով տարբեր երկրներից, ուր եք տանում, որտեղ եք տանում այդ մարդկանց։ Տանում եք Տաթև, տանում եք Գեղարդ, տանում եք այլ եկեղեցիներ։ Եկեղեցին ընդհանրապես մոմավաճառություն է իրականացնում այդտեղ եւ գրկաբաց բոլորին ընդունում է։ Պահպանում է այդ եկեղեցիները, չէ՞, իր պահպանության ներքո են գտնվում։ Բայց Հայաստանի Հանրապետության տնտեսություն այսպիսի հաշվարկ գոյություններ յուրաքանչյուր տուրիստը մոտավորապես 750 եվրոյի չափով գումար էր թողնում։ Այսինքն ծախսում են լրացուցիչ ծառայությունների, ապրանքների, վաճառքի եւ այլնի վրա։ Եկեղեցին օգուտ ունի, բայց եկեղեցու կողմից պահպանվող տարածքը օգտագործելով տուրիզմ եք զարգացնում, գնում եք մի հատ էլ խոսում եք իբր թե դուք գործ եք այլ տուրիզմի զարգացման գործում, եկեղեցին ստեղից որևէ տեսակ եկամուտ չունի։ Հիմա գանք եկեղեցուն հարկելուն։ Եկեղեցու ի՞նչն է հարկելու։ Մոմավաճառությունը։ Այո։ 20%-ով հարկի բնակչությունն է վճարելու, դու անունես դրում հարկելու ես 100 դրամով է վաճառում պայմանականորեն, կսկսի վճարել 120 վաճառել, 20-ը կտա քեզ։ Նվիրատվությունն ես հարկում, նվիրատվությունը հարկելուց առաջ։ Այո, ասմեր ամբողջը։ Նվիրատվությունը հարկելուց առաջ գնա բոլոր կրոնական կազմակերպություններին լհարկի։ Կսկսի այնտեղից ինչու է եկեղեցուն արժե զրկում։ Այսինքն չի կարող Հայաստանի ազգային նաև բարեգործության ինստիտուտն է փորձում վերացնել։ Այո, հայոց ազգային եկեղեցին չի կարող հանգանակություններից հարկվել, մնացած բոլոր կրոնական կազմակերպությունները չհարկվեն։ Չի կարող այսպիսի բան լինել։ Սա անհնար երևույթ է։ Բայց ինքը որպեսզի կարողանա հիմա ինչպիսի դիրքորոշում ունի եկեղեցին, ասում է շուն է, հաչում է կանցնի, չէ՞։
Բայց եթե տնտեսական բռնության գործիքակազմը աշխատեց, եկեղեցին վերջնականապես արդեն տապալում է, այսինքն ավտորիտարիզմը այս կենտրոնում հաստատվում է։ Հիմա գանք հարկային տնտեսական մյուս բռնություններին։ Գործարներ շատ են բողոքում։ Բան Սարգսյանի չէ կատարվում։ Երեք մասի բաժանենք՝ խոշոր, փոքր միջիններ եւ բնակչություն, բոլոր հարկատուներին։ Այսինքն եկեղեցուն առանձին ըզում հարկերների մասին խոսեցինք, մնաց այս երաշխիքան համակարգը։ Խոշոր գործարանների, խոշոր կազմակերպությունների մի մասին տեսնում ենք, ցանկանում են պետականացնելու անվան տակ խլել, մի մասին ապօրինի քրեական գործեր հարուցելով, ձերբակալություններով, ճնշումներ գործադրելով ամբողջ խոշոր հարկատուներին, խոշոր բիզնեսին, մեկը ձերբակալված է, տեղում ասում են արի միմյանց հետ թիվ պայմանավորվենք, վճարի որ բաց թողնենք, հակառակ դեպքում գնում ես դատվես։ Սրա ապօրինություններն էլ ինչպես է լինում։ Կոռուպցիան հոպոզով փոչով չի լինում։ Մանր միջինն ինչ են ասում։ Հարկադրույքները բարձրացրեցին, տուգանքները բարձրացրեցին, գումարած հասարակական, մասնավորապես ընդդիմադիր հայացք ունեցող անձանց մոտ գնում են ՀԴՄ-ների ստուգումների։ Դեպք եմ ձեզ նկարագրում, որը տեղի ունեցել Գյումրիում։ Տեսեք սրանց սրիկայության աստիճանը։ Գնում է գումարը վճարում է, ձեռք է բերում ապրանքը, ՀԴՄ-ի չեկը տրամադրում են։ Երկրորդ ապրանքն է ձեռք բերում, ՀԴՄ-ի չեկը տրամադրում են։ Երրորդ անգամ որ մտնում է, այդպես իրանցից շատ գիտեք, ինչ դժգոհ որ ոնց չկարողացանք տուգանենք։ Գնում են եւ այս մարդկանց առաջարկում են, ասում են վաղվա համար պատվեր ունենք տալու, այսինչ արտադրատեսակի համար։ Դե ասում են վաղ դա կվճարեք, կտանեք, ասում է չէ, գումարը գցում է այդ վաճառքի համապատասխան վայրում ու փախչում է, բառից բունի իմաստով փախչում է։ Հետ է գալիս, ասում են ՀԴՄ չտվեցիք, ասում են բայց ես չվերցրեցի էլ ձեր գումարը, ասեցի վաղը կվճարեք։ Այսինքն այսպիսի միջոցներով մարդկանց անդադ փորձում են տնտեսական բռնության ենթարկել։ Եվ երրորդ օղակը բնակչությունը, արդեն գիտենք հայտարարագրերի պատմությունը, որը ժամանակավորապես այսպես մինչև նոյեմբեր հետաձգված է, նոյեմբերից հետո կշարունակվի իհարկե եւ մեր գործունեությունը եւ իրանց ապօրինությունները։ Բա մեր վերջին չէ լինելու։ Մեր վերջ, այդ միակ լավ հարցը դա էր, մեր վերջ շատ լավ է լինելու, որովհետեւ մեր վերջը առանց սրանց է լինելու։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Նայիրի Սարգսյանն էր, այսքանը ցտեսություն։